Բարև ձեզ, Վանաձայնի եթերում Հայաց Երևանից հաղորդաշարն է, ես Վահագն Զաքարյանն եմ։ Բարեկամներ, այսօր իմ զրուցակիցն է Արթևեր նախագծի հեղինակ, միգուցե ասենք նաև հենց հեղինակ, հիմնադիր, ստեղծող, ինչպես նաև տարատեսակ գործունեություն իրականացնող մշակութային ասպարեզում Նարեկ Սարգսյանը, ում հետ պետք է այսօր մենք անդրադառնանք մի բավականին յուրօրինակ նախաձեռնության։ Մուլտիպլիկացիայի սկիզբ է դրվում նոր տեսակի մուլտիպլիկացիոն աշխատանքի սկիզբ, որի մասին մեզ առավել մանրամասն կներկայացնի Նարեկը։ Ես էլ ձեզ հետ պետք է ծանոթանամ այս նոր նախագծին։ Խնդրեմ Նարեկ, նախ ներկայացնենք ինչ է իրենից ներկայացնում այս նոր նախագիծը, որը մուլտիպլիկացիոն աշխարհում հայկական մուլտիպլիկացիայի մեջ պետք է նոր խոսք ասի ըստ էության։ Նախ շատ մերսի հրավերի համար, այս հնարավորության համար բարձրաձայնելու մեր այս լուսավոր ու բարի պրոյեկտի մասին։ Մեր պրոյեկտը այդ հայկական ալտերնատիվ առաջարկ է երեխաների համար, որպեսզի նրանք նախընտրեն դիտեն հայկականը։ Հայկական պատմություններ, հայկական հերոսներ, հայկական լոկացիաներ, ամեն ինչ հայկական շնչով ու հայկական արժեքներով, որ անկախ նրանից որտեղ է երեխան ապրում, հնարավորություն ունենա մոտ լինի իր արմատներին։ Հասկանալի է։ Ինչ է լինելու առաջին նախագիծը հենց։ Ինչ է իրենից ներկայացնում։ Օրինակ արմատներին մոտ լինելու ինչ տարբերակ եք ընտրել։ Շատ իդեալական հարց է, մեծ սիրով պատասխանեմ։ Առաջին նախագիծը, ասենք ասենք, առաջին սեզոնը բաղկացած է լինելու 27 էպիզոդից, որից 12-ը լինելու է երկար 5-ից 7 րոպեանոց մուլտֆիլմեր, տարբեր պատմություններով։ Ունենք գլխավոր հերոսներ, 5 հերոս, ովքեր շատ տարբեր պատմությունների միջով են անցնում ու ամեն սերիայի մեջ մենք կարողանալու ենք շատ կարևոր հարցեր բարձրաձայնել, որոնք անպայման պետք է երեխաների համար պետք է դաստիարակչական լինեն ու ամենակարևորը հետաքրքիր ու նաև լինելու է 15 shorts, եւ որովհետեւ երեխաները սովոր են մտնեն YouTube, Instagram, TikTok ու սենց թերթեն անվերջ shorts-երը, մենք ուզում ենք այդ մեխանիզմը նույնպես օգտագործենք, որպեսզի երեխաներին տանք արժեքավոր ինֆորմացիա, ինչը նաև կրթական է լինելու երեխաների համար։ 27 էպիզոդ ենք արտադրելու ու դրանով մեր մասին շատ բարձր հայտարարելու ենք։ Օրինակ 1-2 օրինակ էպիզոդների մասին, ինչի մասին է լինելու։ Առաջինը լինելու է մեր հայկական ինստրումենտ դուդուկի մասին, ինչի է դուդուկը տխուր, ու մեր հերոսները փորձելու են ուրախ երանգներ տան դուդուկին, վերջում շատ հետաքրքիր գիծ է բացահայտվելու, թե ու պատասխանելու ենք այն հարցին, ինչու է դուդուկը տխուր ու ոնց կարելի է այդ հարցը լուծել։ Հասկանալի է, դուդուկը միշտ տպավորվել է մեզ մոտ որպես ավելի տխուր երաժշտություն ներկայացնող գործիք, այս դեպքում դուք պետք է հակառակը փաստեք։ Այո, այո։ Մի քիչ դժվարին գործ է, բայց հուսով եմ կստացվի։ Նարեկ, ամեն դեպքում այսօր երեխաները հետաքրքիր մոտեցում ունեն մուլտֆիլմերի նկատմամբ։ Այսօրվա երեխան ուրիշ պատկերացում եւ ընկալում ունի մուլտֆիլմի, քան 10-20 տարի առաջ էր, կամ շատ ավելի։ Ինչ է արվում, որ այսօրվա ժամանակակից աշխարհի մուլտֆիլմերի այդ գրավչությունը նույնպես ներառված լինի, քանի որ հասկանալի է կրթական բաղադրիչը, մշակութային բաղադրիչը, սակայն երեխային չես կարող պարտադրել նայի, եթե դա իրեն գրավիչ չեղավ արդեն։ Համաձայն եմ լրիվությամբ, համաշխարհային համակարգում արտադրության մեջ օգտագործում են հատուկ տեխնիկաներ, որպեսզի երեխաների ուշադրությունը կարողանան ֆիքսեն, իրենց ֆոկուսը ճիշտ տեղում ապահովեն։ Մենք նույնպես մտահոգված ենք այդ հարցում, որովհետև անհրաժեշտ է ճիշտ ձև մատուցես նյութը, որպեսզի երեխայի համար հետաքրքիր լինի ու դու որպես բոնուս կարողանաս իրեն փոխանցես այդ հայկականը, որովհետև դրսի արտադրանքը հիմա առավելագույն են սպառում երեխաները ու հենց դրա համար մենք ունենք ուժեղ թիմ, մենք աշխատում ենք հոգեբանի հետ, ով մաքսիմալ ստուգում է մեր սցենարները, որպեսզի ամեն ինչ համապատասխան լինի, հանկարծ որևէ կերպ չվնասենք երեխային, մաքսիմալ մեր միտքը ճիշտ կարողանանք հաղորդենք, որովհետև այն ինչպես մենք հիմա ես ու դու կարողանում ենք հաղորդակցվել, երեխաների համար ուրիշ մեթոդ է անհրաժեշտ, ուրիշ մոտեցում է պետք։ Մենք ունենք ազգագրագետ, ով մեզ օգնում է շատ ճիշտ ձև ինտեգրել հայկական սիմվոլիկան, որպեսզի երեխան դիտելով արկածային սյուժետը մուլտֆիլմի, ինքը ֆոնային կարողանա տեսնի այդ մեր հայկական սիմվոլները, արևա խաչը, լիքը խաչքարը, եկեղեցիներ լինելու ֆոնում, ինչը շատ մեծ կարևորություն եմ տալիս։ Անշապ կարևոր է, որ նաև հոգեբանի մասնակցություն կա, այսինքն բազմակողմանի նաև մասնագիտական ներգրավվածությունը կլինի։ Նարեկ, կարող ենք այս պահին որևէ հատված առաջարկել,
որպեսզի մեզ այս բան դիտողները, նաև լսողները, ինչու՞ չէ, կարողանան պատկերացում կազմել այն նյութի մասին, որը որ պետք է ներկայացվի։ Նշեմ, որ առաջին էպիզոդը արդեն արտադրության մեջ է, հիմա ձայնագրման փուլում ենք ու մոտ ժամանակներս արդեն պրեմիերա ենք ունենալու, բայց այո, մենք ունենք շատ փոքր կտոր, որպեսզի մարդիկ կարողանան պատկերացում կազմել, թե ինչ որակ է լինելու, ինչի պիտի սպասեն։ Այնտեղ մեր հայկական հերոսները շատ սիրուն ձևով երևում են, մեր հայկական բնությունը երևում է, իրենց հագուստների վրա նույնպես շատ երկար ու դետալային աշխատել ենք մեր մշակութաբանի օգնությամբ, որպեսզի կարողանանք այդ հայկական շունչը հագուստի միջոցով նույնպես փոխանցել, որ լինելու է նաև ոճային, շատ սիրուն է երևում։ Հասկանալի է, ուրեմն այս պահին մենք պետք է դիտենք այդ հատվածը, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր Վանաձայնի եթերում իմ զրուցակիցն է Նարեկ Սարգսյանը։ Պետք է դիտենք Նարեկի խմբի կողմից պատրաստած այս փոքրիկ հոլովակը, որից հետո կշարունակենք զրույցը, խնդրեմ։ Բարեկամներ, շարունակվում է Հայաց Երևանից հաղորդաշարը Վանաձայնի եթերում, դիտեցինք հոլովակը, իմ զրուցակիցն է Նարեկ Սարգսյանը, անդրադառնում ենք այն նախաձեռնությանը, որը որ նոր խոսք է մուլտիպլիկացիա, հայկական մուլտիպլիկացիայի աշխարհում եւ պետք է իսկապես այդ էպիզոդների շարքը 27 էպիզոդ, չէ՞, 27 էպիզոդները պետք է հետաքրքրություն առաջացնեն մշակույթի, կրթության, այսինքն այս բոլոր բաղադրիչներն իրենց մեջ ունեն։ Ամեն դեպքում երեխաների հետ այս լսարանը ավելի դժվար լսարան է, իրենք շատ ավելի քմահաճ են, քան կարելի է պատկերացնել եւ պետք է հնարավորությունը, բոլոր հնարավորությունները կիրառել, որպեսզի այս տարբերակով մոտենան մշակույթին, մոտենան ազգայինին, մոտենան արվեստին։ Շատ ճիշտ է, որովհետեւ երբեք չես կարողանա երեխային ստիպել ինչ-որ մի բան անել։ Ես էլ հիշում եմ, երբ փոքր էի, գրեթե հայկական ոչ մի բան չէի նայում, որովհետև ինձ դրսի արտադրանքը ավելի շատ էր գերում, ավելի շատ էր ձգում ու այդ մեծ ազդեցություն է թողում երեխայի ապագա կյանքի համար։ Ես կես կյանքս այդ արտասահմանյան երկրների իդեալականն էի պատկերացնում, մինչդեռ ընդհանրապես իրականության չէր համապատասխանում այդ իմ պատկերացումները։ Դրա համար մենք մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում, ուզում ենք այնպես ճիշտ ինտեգրել այդ հայկականությունը մեր մուլտֆիլմերի մեջ, որ երեխայի համար հանկարծ ձանձրալի չլինի, այսինքն մենք ուզում ենք, որ մաքսիմալ արկածային լինի մուլտֆիլմը, մաքսիմալ նոր լокացիաներ ցույց տանք մուլտֆիլմի մեջ ու նույն տեղում չի այդ ամեն ինչը լինելու։ Պատմությունը կամացից զարգանում է մինչև կետը, կուլմինացիոն կետը, ինչը վստահ եմ, որ երեխաների համար հետաքրքիր է լինելու։ Ու մեկ էլ մտածում եմ, որ անպայման պետք է հաշվի առնենք ծնողների կարծիքը նույնպես, որովհետև իրենց երեխաներին ամենից լավը ծնողները գիտեն ինչ է անհրաժեշտ, ու այդ ամեն ինչը վերցնել, փորձել յուրովի մատուցմամբ ներկայացնել։ Իհարկե ես այն կարծիքին եմ, որ մուլտֆիլմերը միայն երեխաների համար չեն, այլ նաև ծնողների համար են, որովհետև սա նույնպես կարևոր լսարան է, կարևոր հանդիսատես է, որովհետև ցանկացած երեխայի հետ միշտ ծնողն է դիտում այն ամենը, ինչ որ երեխան է դիտում, մեծ ամասամբ այդպես է, այո, նույնիսկ շատ ավելին է դիտում, քան երեխան է դիտում, սա էլ է կարևոր, որովհետև միայն երեխաների լսարանը չէ, որ պետք է լինի թիրախային խումբ, այլ նաև ծնողները, ինչու՞ չէ։ Այո։ Ինչ թվում է, այս 1.5 տարվա ընթացքում ինչ մեր պրոյեկտի վրա մենք աշխատում ենք, շատ տարբեր մարդկանց հետ էինք հանդիպում, տարբեր ոլորտների մարդկանց հետ, տարբեր ծնողների հետ, ու կարծիքը միշտ դրական էր, մարդիկ սպասում են առավել եւս երբ տեսնում են այն որակը, որով մենք հիմա կարողանում ենք ստանալ մեր մուլտֆիլմերը, այն հայկական էլեմենտները, որոնք կա մեր մուլտֆիլմի մեջ, ծնողները միանգամից հասկանում են, որ այս իսկապես շատ որակյալ այլընտրանք է, որպեսզի երեխաները չնայեն ամերիկյան արտադրանք, ռուսական արտադրանք, որոնք միջալոց թարգմանվում են տարբեր լեզուներով ու ավելի ճանաչելի են դարձնում այդ պետությունը, օրինակ Մաշան եւ Արջը, Ռուսաստանը ավելի ճանաչելի է դարձնում ռուսական բալալայկան, ռուսական արջետայգան։ Քողարկված նաեւ այո, այդ շատ ուժեղ նաեւ ինստրումենտ է։ Ծնողները այդ ամեն ինչը հասկանալով արդեն սպասում են ու շատ դեպքեր ա եղել, այդ շատ մեծ պարտավորեցնում է, ճիշտ ասած, որ ասում են հիմա
հիմա մեր երեխաները մուլտֆիլմ չենք թույլատրում նայեն, բայց այդ մուլտֆիլմերը անպայման պետք է նայեն։ Դրա համար էլ ավելի պատասխանատվությամբ ենք մոտենում, փորձում ենք ամեն ինչ անել, որ իսկապես շատ դժվար է իրականում փորձել եւ երեխայի համար հետաքրքիր կոնտենտ արտադրել, եւ որ ոչ մի ձև չվնասես երեխային։ Հիմա մենք տեսնում ենք, որ մեծ մասը երեխաները սիրում են նայել unboxing, բլոգերների են հետևում, շատ կոնտենտ են ընդունում, որը լավ կլինի չընդունեին։ Ծնողներին էլ է հասկանալի իրականում։ Բացի այդ, քեզ նաև բավականին դյուրին կտրվի այս աշխատանքը, քանի որ մանկությունից շատ չի անցել ժամանակահատվածը եւ լսարանի հոգեբանությունը եւ նաեւ այն պահանջները, որ դու ես ունեցել, կարող է նաև օգտակար լինել այսօր ստեղծել այն ամենը, ինչը որ երեխային հետաքրքիր կլինի։ Օրինակ, քո սիրելի մուլտֆիլմը հայկական ո՞րն էր։ Հայկական չկար։ Ասում եմ, չէի նայում։ Բույր մկնիկն է, որ մանկուց հիշում եմ տպվել ասենց իմ ուղեղի մեջ, բայց հայկական չկար։ Ես մինչև հիմա նոր մուլտֆիլմներ գրեթե բաց չեմ թողում, հնարավորությունը միշտ նայում եմ ու շատ այնց դուր գալիս ոնց են կարողանում մեծերի խնդիրները շատ սովորական մանուկների համար համապատասխան ձևով փաթեթավորեն ու տարբեր օրինակների միջոցով շատ մեծ հարցեր բարձրաձայնել։ Ինձ այդ շատ է դուր գալիս, այդ մշակույթը ու ես վստահ եմ, որ մշակույթի միջոցով կարելի է մարդկանց հոգիներին դիպչել։ Այդ մեր ծրագրի գլխավոր ու կարևոր նպատակն է։ Բայց այդ ամեն ինչը դրական ու լուսավոր ձևով կազմակերպել։ Կարևոր է, սակայն նաև պետք է առաջին 1-2 էպիզոդները ներկայացնելուց հետո հասկանալ էլ ինչպես զարգացնել, որովհետև այդ focus group կոչվածը կարևոր կլինի հասկանալու համար լսարանը ինչ է նաև պահանջում։ Միանշանակ։ Ցանկացած բան ստեղծելուց պետքա առաջին հերթին ոչ թե քո անձնական ցանկությունների մասին մտածես, այլ հասկանաս ով է առաջին հերթին լինելու սպառողը, ինչու հենց պիտի այդ քո արտադրանքը սպառի ու հասկանաս ինչ կարող ես ավելացնել, որպեսզի այդ process-ը ավելի հաճելի լինի ու ավելի անհրաժեշտ sense ասած։ Ինչ տարբերակով է նկարահանվում, պատրաստվում AI գործիքներն են կիրառվում։ Մենք ունենք թիմ, արդեն 14 հոգուց բաղկացած թիմ, նաև ունենք մասնագետներ, շատ իդեալական լավ լուսավոր մարդիկ, ովքեր մեզ օգնում են ազգուճկայի հարցով, դերասաններ, դուբլաժի, ձայները։ Այո, ձայնի դերասաններ, ովքեր ձայնագրմանն են մեզ աջակցում, մոնտաժի հարցերում են աջակցում։ Երաժշտությունը գրվում է, Արտուր Խաչենցն է զբաղվում այդ գործիքավորմամբ ու ինձ շատ է դուր գալիս այն ինչ իմաստացվում է։ AI նույնպես օգտագործում ենք, այդ մեզ հնարավորություն է տալիս լիք անգամ ավելի էժան արտադրանք ստանալ, բայց մենք միքս ենք անում ձեռքի աշխատանքը AI-ի հետ, այդ ամենաիդեալականն է, այսինքն մեր հերոսները, որոշ լոկացիաներ, եկեղեցիներ, հայկական են էլեմենտները բոլորովին ձեռքի աշխատանք է, ինչը հնարավորություն է տալիս մենք փոխանցենք այնպես, ինչպես մենք ուզում ենք ու այդպես տարբեր մոտեցումներ ամեն ինչ անում ենք, որպեսզի որակը լինի շատ ժամանակակից, որպեսզի շատ հետ չմնա այդ արտասահմանյան արտադրանքից, որ երեխան նախընտրի նայի, այդ շատ կարևոր է։ Ես չէի ուզենա, որ մուլտֆիլմը հրապարակենք, մենակ նայենք մենք, ուղարկեմ ձեզ, ասեք շատ լավն է ու վերջ, տենց մնա։ Չէ, նաև պետք է հնարավորինս մաքսիմալ տարածվի ու ինչու՞ չէ, քանի որ մեր պրոյեկտը թարգմանվելու է տարբեր լեզուներով, լինելու է մեր բարբառները, արևմտահայերեն նույնպես թարգմանվելու է։ Հրաշալի է։ Աշխարհում սփյուռքի մեծ մասը խոսում է արևմտահայերենով։ 7-8 միլիոն հայ խոսում են։ Այո, ու թարգմանվելու է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, այդ առաջտային լեզուներն է, որոնցով թարգմանվելու է, ինչը հնարավորություն է տալու, օրինակ Ռուսաստանում ապրող ռուս երեխան նայելով մուլտֆիլմը իմանա հայկական էլեմենտների մասին, իմանա, որ գաթան հայկական է ու այդ այնց կարևոր բան է։ Բացի մեր արժեքավոր կարևոր գործոններից, որ մենք ուզում ենք փոխանցենք երեխաներին, այդ նաև որպես ինստրումենտ ենք օգտագործելու մեր հայկականը տարածելու աշխարհով մեկ։ Ունի բոլոր պոտենցիալը մեր ծրագիրը ու մենք ամեն ինչ ուսումնասիրում ենք ու փորձում ենք առաջ շարժվել։ Հասկանալի է եւ քանի որ բարեկամներ նշեն, որ Նարեկը ծնունդով Արցախից է, Արցախ աշխարհը ձեր մուլտֆիլմերում ներառված լինելու է։ Որոշ էլեմենտներ այո, բայց այս այն պահն է, որ ուզում եմ ավելի շատ որպես բոնուս ու սյուրպրիզ լինի, ինչ որ անենք, որովհետև մեր մուլտֆիլմի մեջ շատ հաճախ լինելու է համաշխարհայինից սկսած, մեր կոնկրետ հայկականով դուրս եկած պասխալկաներ, չգիտեմ ոնց ասեմ հայերեն,
փոքր դետալներ, որոնք պետք է մաքսիմալ ուշադրությունով նայես, որպեսզի նկատես։ Տենց գաղտնիքները նույնպես լինելու ամուլտֆիլմի մեջ։ Ու բավականին շատ։ Չնայած եթե հաշվի առնենք, որ արդեն դու Արտուրը ներգրաված եք, արդեն Արցախ աշխարհը կարելի ասել, որ մասնակիորեն ներգրաված է լինելու նաև։ Արցախցիները բավականին են մեր թիմում։ Նաև միգուցե բարբարը հնարավոր կլինի։ Ինչ թվում է ապագայում։ Առաջին սեզոնի մեջ այդքան չենք խորացել բարբարների վրա, ուզում ենք մաքսիմալ ցույց տանք այն ինչ մենք կարող ենք ու փորձել առաջ տանել մեր պրոյեկտը։ Մենք մաքսիմալ հավատում ենք ու կստացվի մեր մոտ։ Վստահ եմ, որ կստացվի։ Իսկապես գեղեցիկ նախաձեռնություն է, կարևոր նախաձեռնություն է։ Կհանդիպենք նաև, երբ արդեն էպիզոդները պատրաստ լինեն, նաև ավելի մեծ հատված կներկայացնենք մեզ այս պահին դիտողներին, լսողներին Վանաձայնի եթերում։ Եվ վերջում հնարավորություն ունենք նաև մեր հայրենակիցներին, ովքեր այս պահին մեզ լսում են, դիտում են Վանաձայնի եթերում, մերձավոր արևելքի երկրներում եւ հատկապես Լիբանանում, նաև ողջունելու ու նաև նրանց էլ ասելու, որ շուտով իրենք էլ կտեսնեն։ Այո, ուզում եմ նշեմ նաև, որ մեր ծրագիրը հիմա դրամավակի փուլում է նույնպես, ու մենք մեր ծրագիրը կա GoFundMe եւ Armenia հարթակներում։ Ցանկության դեպքում կարող եք աջակցել մեզ։ Պարզ է։ Իսկապես կարևոր նախաձեռնությունը եւ նաեւ աջակցությունը կարևոր կլինի հետագա գործունեությունը ծավալելու, ընդլայնելու ու նաեւ այս գեղեցիկ գաղափարը կյանքի կոչելու։ Շնորհակալ եմ նաեւ այս զրույցի համար, բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր իմ զրուցակիցն էր Արթևեր նախաձեռնության հիմնադիր Նարեկ Սարգսյանը, ով այս պահին պատրաստվում է նաև ներկայացնել իր խմբով, իր ընկերների հետ միասին մի գեղեցիկ գաղափար մուլտֆիլմերի հետ կապված, այդ էպիզոդների մասին արդեն խոսեցինք, առաջիկայում նաև հնարավորություն կունենանք ներկայացնելու Վանաձայնի եթերում։ Ես Վահագն Զաքարյանն եմ, հանդիպելու ենք հաջորդ չորեքշաբթի Վանաձայնի եթերում։ Հաջողություն։ Apuntalu, cuchillo.
Puntalu kuchir hota